Գևորգյան համահայկական ճակատ շարժումը կազմակերպել է ընդդեմ ցեղասպանության շղթման այս ակցիան, կխնդրեմ մի քիչ մեկնաբանել, արդյոք ճիշտ է Նիկոլ Փաշինյանի այն փաստ տարկը, թե պետք է ճշտել, թե ինչ է տեղի ունեցել եւ ինչու է տեղի ունեցել հայոց ցեղասպանությունը, չէ՞ որ արդեն 110 տարի անցել է եւ մենք 110 տարի շարունակ հիշում ենք եւ պատվում ենք մեր զոհերի հիշատակը։ Իհարկե ասեմ, թե նա ոնց պետք է դա ճշտի եւ ճշգրտումներ անի ես չգիտեմ, ինչը ես ինքս գաղթականի ծոռ եմ։ Պապիկիս հայրը գաղթել են Ադյամանից, իրենք գաղթել են եւ եկել են հենց Թալինի շրջանի Ադամյան գյուղում են տեղաբնակվել։ Իրենք այս ամենով իրենք տանում են թրքեցման, իրենք այս ամենով Հայաստանը տանում են թրքեցման, այսինքն իրենք ոնց իրանց պապաներից ունեն հրահանգը, որպեսզի ցեղասպանությունը մոռացվի, իրենք այդ անում են։ Նույն հաջողությամբ Անդրանիկ Քոչարյանը ազգային ժողովում ելույթ ունեցավ, որ պետքա անուն առանուն ճշտենք, այսպես ասած, այս տատիկ ինչից է մահացել, իրեն ոնց են սպանի։ Մեկը հարց չտվեց այդ ազգային ժողովում, ընդդիմադիր ուժերից մեկը հարց չտվեց, ոնց եք ճշտելու այդ ամենը։ Այդքան երկիր, այդքան աշխարհում բոլորը կարելի ասել, ու ոչ բոլորը, համենայն դեպս մեծամասնությունը ճանաչեցին ցեղասպանությունը, միայն այս թուրք իշխանությունը չճանաչեց մեր այս ցեղասպանությունը, մենակ իրենք չճանաչեն, նույն հաջողությամբ վաղը Եռաբլուրում մեր զոհված նահատակների համար են ասելու դավաճանություն է դա եղել, ոչ թե իրենք պետք է հարգեն այդ ամենը, այլ ասում են դավաճանություն է եղել։ Դրա համար րոպե առ շուտ պետք է իրանք հեռանան, ոնց որ ասում է գաղթ է եղել, գաղթով թող հեռանան իրենց Թուրքիա, իրենց Ադրբեջան, իրենց երկիր գաղթեն, կամ իրենց երեխեքից մեկը թող այդ գաղթի ժամանակահատվածում ընկնի այն վիճակում, ինչ որ ընկել են մեր երեխաները գաղթի ժամանակ, ցեղասպանության ժամանակ։ Իրենք տեսնեն իրենց աչքով, կոտորեն իրենց երեխեքին, որ դրանք իրենք հասկանան։